Սիրելի հետևողներ ջան, այս ծանր գնումներով եկել եմ տուն։ Այս մյուսը Դագրավիսի պատվերներն են, այս էլ արդեն մանդարին, կոֆե, շոկոլոդ և սասինցկի։ Հիմա սա մի կողմ, այս բանին էստեղ ջարդվող իր կա նաև, սիրելի հետևողներ ջան, իսկ մեկը էստեղ։ Տեսնենք, որը որտեղ ենք տեղավորում։ Այսօր օրս առավոտվանից շատ զբաղվածությունը շատ էր, առավոտ շուտ գործ եմ գնացել ու նոր եմ տուն գալու։ Եկել եմ այս ամեն ինչը միջանցքում թողել, անմիջապես հավելին ջուկել եմ կերակրել, նաև սիրելի հետևողներ ջան, վարպետն է տանը, առավոտվանից գործ անում, նաև էլեկտրականության հետ կապված գործեր կար, նաև էլեկտրիկն է եկել այդ գործերն արել, ու արդեն այդ ձևով մի քիչ այդտեղ հունի մեջ եմ գցել, հետո նորից եմ մնացել գործի։ Մոտ 10 րոպե կլինի եկել եմ ու անմիջապես միացել ձեզ։ Առաջին հերթին ինչ ենք անում, մի հատ հավեսը դառը կոֆե ենք եփում, իմ ու վարպետի համար, այս կատակով ասում եմ, այ տնաշեն, կմտնեիր խոհանոց քո համար, մի բաժակ կոֆե կեփեիր, բայց թե մարդիկ կան, որ այդ բնավորությունը չունեն, այստեղ էլի մի կողմ մի հատ կոֆե մնեմ մռալու, հետո սա արդեն կվատավեմ, այսպես ամեր ջասվան, ջուրը լցնենք, կոֆեն լցնենք, անուշաբույր նոր աղացած, այսպես, ձեր կոֆեն իլեպեք, սիրելի հետևորդներ ջան, սա այն ժամերն է, երբ որ բոլորս աշխատանքից տուն ենք գալիս, ինչքան էլ որ գործի տեղը, ասենք, հոգնած ենք լինում, միեցել է, ամեն բան մի կողմ ենք տնում այդ հոգնածությունը և հիմա էլ տան գործերով, գործեր, անվերջանալի գործեր, հատկապես որ տոներն են մոդենում, լինենք տոնական տրամադրությունով, սիրելի հետևորդներ ջան, այսպես, ռասի դվա, մի քիչ էլ շատ լցնեմ, տեղը հանենք, բացի հետև ես միշտ կոֆեն շատ եմ լցնում, քան ձեր կոֆեն շատ եմ սիրում, հիմա մինչև սա այստեղ կերա, սկզբի համար կոֆե կխմենք, հետո նոր հաց կսարքեմ, դե իհարկե պատվերներս նույնպես ձեզ ցույց կտամ, հիմա ճիշտ է շոկոլադը իմ վարպետը չի օգտվում կոֆե խմելու ժամանակ, բայց ամեն դեպքում մի քիչ վերցրել եմ, թող մեր սուրճի սեղանը սիրուն լինի է և խարթեք, այստեղ սրտի կողմանը կլցնեմ, ահա, բոլորը միանման, սիրելի հետևորդներ ջան, ահա, այս ընտիր շոկոլադից եմ վերցրել, ովքեր են սիրում սրանից, սա ես շատ եմ սիրում, բայց քաղցրից խուսափելու համար երբեմն ինձ զրկում եմ այս տիպի ամուրություններից, ոնց որ թե իրենով մեկ, ահա, ինչքան սիրուն է ստացվում, սա մեկ, այստեղին փղիկով սկուտեղը վերցնեմ և շարեմ, քանի որ նաև պիտի մանդարին տեղավորեմ այստեղ, նորից սա մի կողմ, այստեղ սասինցկա պիտի պատրաստեմ, արագի մեջ, ամենաարագ պատրաստվող սնունդներից մեկը, սիրելի հետևորդներ ջան, կաթնայինն է, այդպես և մանդարիների հանեմ, մինչև կոֆեն կերա, ես ինչ տոպրակն է, որ մնացել է այստեղ, ինչ-որ մի բանի, այսպես, մանդարինները, սիրելի հետևորդներ ջան, 4 կիլոգրամը 1000 դրամ, այս անգամ մեքենայի վրայի չեմ գնել, արգնել եմ իմ մշտական բանջարեղենի խանութից, ջոկովի, հատմտի, քաղցր, այսպես, երկու անգամ մեքենայի վրայի գնեցի մանդարինները, չգիտեի, որ այդ իմ մշտական խանութում ամեն
ավելի լավն է, եթե այնտեղ 3 կիլոգրամն է 1000 դրամ, այնտեղ 4 կիլոգրամն է 1000 դրամ, դե իհարկե ավելի լավ, այդպես պատահական հարևանից տանը սրճելու ժամանակ զրույցի մեջ ասվեց, ես էլ դե չգիտեի, գործի տուն, հետո այսքան շատ զբաղվածություն, մեքենան էլ վերևի մասում ականգնում, ես էլ ներքև չէի գնացել, մտածում էի, որ մի ոտ մոտիկա, այդտեղից կգնեմ, շուտ տուն կհասնեմ, հիմա տեսնեք սա որտեղ եմ լցնում, այստեղ, այո, գիտեք, որ այս թեթևազաներից 3 հատուն է կոմպլեկտով, փոքր, միջին և մեծ, բայց հիմա մեզ մեծը պետք չէ, փոքրն էլ պետք չէ, և միջինի մեջ լցնեմ, քանի որ մանդարինը հիմա ամենալավը բելու շրջանն է։ Առաջվա տարիների, սովետական տարիների էլի դե մանդարինը իրենք նոր տարուն էին տենում։ Հիմա ինչ կա, ամառներ կա։ Սենց, հավեսով, ճոկովիկ։ Ասել, որ սա աղջիկ է։ Ճիշտ է, հիմա մի հատ կատակ ահնչում, բայց երևի հետևորդներ ջան, գիտեք չէ, որ մրգերը նույնպես լինում են աղջիկ և տղա։ Մանդարինը, եթե այստեղ փոսնկած է, ուրեմն աղջիկ է, ու շատ համով է։ Հիմա հավեսով մի հատ մաքրեմ։ Շատ սիրում, լավ կպուվում է։ Ջան, անուշոտը ընկավ։ Թարմություն առաջացնում, ռոպեական։ Ռոպե չի կորցնում, թարմություն առաջացնում, կեղևը այստեղ մանդարինս կվայել է, այսպես, սա մի կողմ, հիմա, այսպես, միջակ գտնում եք, չէ՞ մեր գործ առաջ տանելու համար, բաժակները այստեղ, այս բաժակներում շատ վաղուց չենք սրճել և հիմա դրա ժամանակն է եկել, այո, մյուսն էլ, սիրում, հավեսով, մտածում էի մանդարինել այստեղ, բայց թե չէ, դրա համար բաժակները առանձին կտեղավորեմ ու մանդարինս վայելելով կհետևեմ կոֆեի եփերում, սիրելի հետևորդներ ջան, մազերս երբ որ այսպես գնում է վարսահարդարի մոտ ֆենելու, արդեն ավելի հանգիստ եմ լինում, ավելի հեշտ եմ լինում, և արդեն տնից դուրս գալու ժամանակ արդեն պատրաստ եմ լինում։ Դե ես հետևեմ իմ կոֆեն աչքիս դեմ չթափվի, այսպես, քանի որ գիտեք, նման պահերում բոլորիս հետ էլ պատահում է։ Իդեպ ասեմ, գազի պեչը անջատած է, դրա համար եմ վերնահագուստով, տաք հագուստս չեմ հանել, սիրելի հետևորդներ ջան, տունը ցուրտ է, քանի որ այդտեղ արդեն գործեր անում վարպետը և գազի պեչը այդ մասից անջատել, կողք ենք դրել, որ գործերին չխանգարեն։ Ես նորից եմ ձեզ միացել, սիրելի հետևորդներ ջան, որ ասում եմ մանդարինը թարմացնում է, այն էլ անմիջապես է թարմացնում։ Հիմա կոֆե շուտով կեռամ, քանի դեռ խոհանոցում եմ, այստեղ խոհանոցային պարագաներ կա, դրանք այստեղ կհանեմ, ահա, կոֆես արդեն եղավ, բայց չեմ լցնում, այստեղ տաքությունը երկար պահում է, հատուկ կոֆե եփելու համար, գազոջախի վրա, մի քիչ այդ մասերը հաստ է և տաքությունը երկար պահում է։ Հիմա իմ պատվերներս այստեղ հանեմ, սիրելի հետևորդներ ջան, տեսնենք, կարող եմ բացել։ Ես եմ կապել, բայց քանի որ երկար ճանապարհ եկա, կապը ձգվել է։ Այո։ Սրանք իմ պատվերներն են Viber-ից, սիրելի հետևորդներ ջան, հատուկ այրոգրիլում պատրաստելու համար թղթե տարաներ են և սա մենք իհարկե կփորձարկենք։ Չգիտեմ այսօր թե վաղը, ամեն դեպքում շումիկներս այնտեղ աղմկում են, որովհետև
Ինչի են դարձել, տանը չեմ եղել, սիրելի հետևորդներ ջան, սովածացել են, նոր եմ կերակրել ու մի քիչ դեռ իրենք խառն են։ Ձայնս է կորչում, չգիտեմ, եւ այսօր շատ եմ հոգնել, վազվզել, նաեւ մրսել, ինչու՞ չէ։ Այստեղ էլ, սիրելի հետևորդներ ջան, սննդային թալանտը, որ միշտ եւ միշտ ուզում էի ունենալ իր կտրելու սարքով, ահա։ Հիմա սա չեմ բացում, քանի որ կոֆեն արդեն երդված է, ու պիտի տանեմ։ Այսպես, իսկ այստեղ, սիրելի հետևորդներ ջան, այս պահին չեմ ասում, թե ինչ է գտնվում, կոֆեն խմելուց հետո մի հատ էլ ուտելիք կպատրաստեմ եւ վերջում են արդեն ցույց կտամ իմ պատվերը հայրերիսից։ Հիմա մի հատ մանդարինը տանեմ, հետո կգամ սուրճն ու կոնֆետները կտանեմ, քանի որ դիվանը մոտեցրել ենք այստեղ, մոտիկ է կդնեմ դիվանի վերևից։ Պրաստվա, գործերը եղան։ Այսպես, իհար վարպետի գործն էլ ընդհատվի, սրճենք, թարմանանք և շարունակենք։ Ես մի հատ ձևիցս տարած, տաս վերցնեք, որ ես է կանինամ անցկենամ։ Հա, ես էլ ճազվեն էլ ապես։ Թուլին չմտնես ստեղ, ես քո տեղը չի, դուրս, դուրս։ Սիրելի հետևորդներ ջան, որոշ ժամանակ անցել, վարպետը արդեն գնացել է, ես էլ ոնց տարել եմ, այդպես էլ բերել եմ, ոչ ես օգտվեցի, ոչ էլ վարպետը առավել ևս, ահա, միշտ ասել եմ, որ երկուսս էլ կոֆեն դառն ենք սիրում, առանց որևէ մի բանի, այս անգամ գեղեցկացրի, բայց չօգտվեցինք հիմա այս կողմ, քանի որ ժամանակն է իմ պատվերը ձեզ ցույց տալու, այստեղ ինձ օգնության կգա իմ գազօջախի ապակին, հիմա իջեցնեմ եւ ահա խոհանոցային սրբի ջմակուր, փափուկ, այստեղ փռնեմ, միգուցե պետք կա։ Եվ հիմա բացեմ իմ այգարիսի պատվերը, շատ իմ սրտով է, նախապես ասեմ, եւ տեսնենք ինչ են պատվիրել։ Գիտեք, որ այգարիսում ստուգումներ են կատարում, ամեն ինչը, կապչունի, հանգուստ է, կոշիկ է, թե ինչ-որ մի բան։ Ամեն ինչն էլ ստուգումներ են կատարում ու նորմալ վերցնում ենք, այդ ամեն ստուգումները կատարվել է հատկապես, քանի որ գործ ունենք էլեկտրական ջահի հետ։ Սիրելի հետևորդներ ջան, ինչ է որ կհանեմ այսպես, քանի որ տուփի վրայի նկարը կա, մոտեցնեմ, քանի որ ես արդեն գիտեմ, որ ներսում կդժվարանամ այդպես հանել, ցուցադրել եւ այդպես այդքան էլ հասկանալի չի լինի ձեր համար, հիմա մոտեցնեմ, ահա, այս ջահից եմ պատվիրել, LED ջահ է, գունավորը չէ, սիրելի հետևորդներ ջան, շրջեմ, փորձեմ շրջել, ավելի գեղեցիկ երևալու համար, այո, ահա սրանից եմ պատվիրել, ուրեմն ինքը 3 ռեժիմի տակ է, ուժեղ, միջին և թույլ լույսով, նաև բուլտով է, սիրելի հետևորդներ ջան, ահա, այս փռեցի, որ հանեմ հատ-հատ այդպես ցույց տամ ձեզ, հա, բայց արդեն իսկ ես նախապես գիտեմ, որ հատ-հատ չեմ կարող հանել, ահա, այստեղ, քանի որ լարերով ամրացված է, վերցնելու ընթացքում այդ ստուգումները կատարելու ժամանակ միացնում եք, չէ, հոսանքից, տեսնելու համար աշխատում է, չի աշխատում, որ հասկանանք, վերցնենք, թե հետ ուղարկենք, ահա, այստեղ լարերով կպած է, սիրելի հետևորդներ ջան, և ամեն դեպքում ես մեկը հանեմ, տեսնենք
Այստեղ էլ է կպած, միացված է, ավելի ճիշտ, ահա սիրելի հետևորդներ ջան, ինքը սպիտակն է, եզրերը մի քիչ մի ուրիշ ձևի սպիտակ, հա, շատ սիրուն է, այսպես սիրելի հետևորդներ ջան, իհարկե սա պատրաստի վիճակում նույնպես ես ցույց կտամ, այստեղ, հա, սա վերևում պիտի դրվի, արդեն պարզ ու հասկանալի եղավ, թե ինչ եմ պատվիրել հայրերիսից, ու քանի որ իմ միջանցքը վերանորոգվում է, արդեն սա կտեղադրենք, սա կլուսավորի իմ միջանցքը, հիմա սա էլի այս կողմ, ազոջախ կտացեմ, այսպես փակ չմնա։ Սիրելի հետևորդներ ջան, նաև հաց չեմ պատրաստել, ոչ ես եմ հաց կերել, ոչ էլ վարպետը և այնպես դասավորվեց, որ վարպետին զանգեցին և կանչեցին խոզ մորթելու, քանի որ տոներն են մոտենում սիրելի հետևորդներ ջան և շատ մարդիկ արդեն սկսել են իրենց պահած անասունները արդեն դե գիտեք մեր ուտելու համար և գնաց, որ օգնի այդ գործին ու թույլ չտվեց, որ ես հաց պատրաստեմ, դեռևս ահա այդ սաս ինձ կան այստեղ է, հիշեմ, որ տանում սառնարան դնեմ, բաղը նույնպես գալու է, այդպես սիրելի հետևորդներ ջան, այդպես դասավորվեց այսօր, այնպես եղավ, որ երկուսս էլ այսօր ամբողջ օրը մեկ բաժակ կոֆեով մեր օրը մթնացինք, արդեն մութ է, այս ընթացքում հասցրել եմ գնալ իմ կենդանիների նորից հետևել, հավերիս հաշվել, բոլորը տեղում են, այսօր շատ երկար բացակայեցի տնից, սիրելիներս, ու իմ թուլիկները, որ այդպես չարաճճի էին, ու մի քիչ էլ աղմկում էին, դե եկել եմ, իրենց էլ եմ առաջին հերթին կերակրել, որ խելոքանան, ձայներ չհանեն, բայց քանի որ վարպետն էլ այնտեղ գործ էր անում ու խանգարում էին իրեն, հենց որ գնացինք կոֆե խմելու այդ ընթացքում, ոնց որ թե ինձ կարոտել էին, եկան ու սկսեցին, կսմսվեցին ոտքերիս ու հենց այդպես ոտքերիս վրա, իմ դամաշնիկների վրա երկուսն էլ քնեցին, զգուշորեն վերցրել եմ, իրենց հատուկ տուփի մեջ եմ պահում, մեծ արկղի մեջ եմ պահում, ներսում տաքուկ շոր եմ փռել և հիմա խելոք քնած են սիրելի հետևորդներ ջան։ Հիմա միջանցքում նույնպես ցույց տալու բաներ կա, ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ ընթացքի մեջ է մտել իմ վերանորոգումը այս տոնական, նախատոնական օրերին, հիմա որ բոլորս անհանգստանում ենք տան մաքրությունների համար, ասենք խմորեղենը նախօրոք պատրաստելու համար, ցուցակ կազմելու համար, բայց թե ինձ նման շատ-շատերն էլ վերանորոգման մեջ են, ես գրեթե վստահ եմ, և այդպես էլ է լինում, կարծում եմ կհասցնենք, քիչ գործ է մնացել, նաև այսօր հասցրել եմ գնալ և Տուշպա մարկետում, որ գտնվում է այդ հացի փուռը, այդտեղ իմ տոնական խմորեղենն եմ պատվիրել, ցուցակ եմ արել, հենց իրենց մոտ ամենալավագույն խմորեղեններն եմ պատվիրել և կլինի ամսի 30-ին, սիրելի հետևորդներ ջան, նախօրոք գումարը չեն վերցնում և խմորեղենը վերցնելու պահին են գումարը վերցնում, իհարկե ես առաջարկեցի, որ հիմա վերցնեմ, բայց իրենց ձևը այդպես է, վերցնելու ժամանակ ենք վճարում, նաև հասցրել եմ գնալ շիլաքի, ահա սիրելի հետևորդներ ջան, կաթնագույն եմ շիլակ արել մատերս, երկար է եղունգներս, քառակուսին փոխարինել եմ, մի քիչ կոր և մի քիչ է սուր, ահա սիրելիներս և շատ իմ սրտով է, իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, եկեք միասին գնանք, մի փոքր էլ միջանցքում կզրուցեմ ձեր հետ։ Սիրելի հետևորդներ ջան, շունիկներս քնած են, զանգին ու զրանգին քնած են, մի քիչ կամաց խոսեմ, բայց քանի որ սենյակը դատարկ է, ձայնս հնչեղ է, ահա այստեղ շատ մեծ գործ է կատարվել, լույսերը միացվել է, այստեղ նկարահանումներ էի արել նախքան այս փակելը և հիմա դա էլ կտեղադրեմ, այդ կադրը պահում եմ, դա էլ կտեղադրեմ, ուզում էի մի պահ իմ զանգի ու զրանգի քնած վիճակը ձեզ ցույց տալ,
որից հետո կտեղադրեմ նախքան այս փորված տեսքը, ապա նոր միայն կմիանամ ձեզ ու մի փոքր կզրուցեմ այստեղ։ Հիմա շատ թաքուն, շատ զգուշ մոտենում եք շունիկներին։ Ահա, հենց որ ձայնս լսում են, ինչքան էլ խոր քնած են լինում։ Ենք էնում, սիրելի դեպորդներ ջան, չեմ ուզում աղմուկեն և թողնենք, որ զանգին ու զրանգին քնեն, որ շուտ մեծանան։ Այստեղ են։ Ուրեմն, սիրելի դեպորդներ ջան, երբ որ ձեր հետ զրուցում էի, հետո ստուգումներ էի կատարում, կարգավորումներ էի կատարում, նկատեցի, որ ինչ-որ սպիտակ հետ կա իմ վրա, մտածեցի երևի էկրանն է ինչ-որ մի բան կպել, հետո արդեն հասկացա, որ չէ, էկրանը չէ, քանի որ ուր գնում եմ, այս սպիտակ հետքը ինձ հետապնդում է, չգիտեմ ոնց է թռել այդ նյութից, երևի, որ անցուդարձ եմ արել միջանցքով, ինքն էլ գործ էր անում, այսպես թռել ու կպել է իմ մազերին։ Քիչ չորանա, դեռ խոնավություն կա, կարծում եմ իմ մազերին սա չի վնասի, այս հարցն էլ կկարգավորեմ, շունիկներին տեսանք, հիմա մի քիչ քանի որ իրենց եմ մոտեցել, ոնց որ թե երես առան, բայց էլի ուզում են քնել, իրենց ձայները դա է հուշում։ Հիմա, սիրելի դեպորդներ ջան, այստեղ ցույց տալուց հետո կտեղադրեմ նախնական կադրը։ Այստեղ դուք տեսնում եք, որ ամեն բան նոր է արված, տեղափոխել եմ այստեղ և պիտի սա չորանա։ Այս կողմը չկար, սա այդպես որոշեցի, որ այդ լամպը միացնելու տեղը այստեղ լինի, այստեղ այս աշխատանքն է կատարվել, պտտեմ ծողը էկրանով, որ տեսնեք, այստեղ արդեն այս վիճակն է, այստեղ էլ այս վիճակն է, վաղը որ կգա էլի գործեր կանելու, մինչև որ սա կչորանա արդեն, սիրելի հետևորդներ ջան, իսկ հատակը, որ վիճակ է, պիտի մաքրեմ, շատ գործեր են ինձ այստեղ սպասվում, մի խոսքով, նաև ասեմ, որ կաթ եմ պատվիրել իմ շունիկների համար, կաթ են ուտում, կաթն ու բրինձ է եփել և շատ լավ կերել են, սիրելի հետևորդներ ջան, հիմա արդեն բերում են, ճանապարհին են, մի քիչ առաջ զանգեցին, կաթն եմ կեփեմ, կաթն ու բրինձ եմ եփելու իմ զանգի և զրանգի համար, լավ թմբլիկացել են, և արդեն այդ նախնական կադրն էլ կտեղադրեմ և այդպիսով կավարտեմ վլոգը, սիրելի հետևորդներ ջան, ցանկանալով ձեզ միշտ բարին, միշտ լավը, լավ գործերի մեջ եղեք, պակա։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, այս կադրը նկարահանել եմ առավոտյան ժամերին, այստեղ է նաև էլեկտրիկը, վարպետը և այս գործանում է իմ շատ սիրելի Վահանիկի պապան, միշտ ինձ ընդառաջում է նմանատիպ գործերով, այս տեսքն ունի։